Եվ մենք վերադարձել ենք միանգամից շատ խիտ բովանդակությամբ, որովհետև մեր այս հատվածի առաջին հյուրը արդեն տաղավարում է և սպասում է իրեն ներկայացնելուն, բայց մինչև նրան ներկայացնենք նախ թեման։ 2025 թվականի մայիսին Հայաստանը պատվով ներկայացավ Indonesia Fashion Week 2025 հեղինակավոր միջազգային հարթակում, դառնալով միջոցառման պաշտոնական բացման մասնակիցն ու հատուկ հյուրը, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես, կիմանանք արդեն մեր հյուրից։ Իսկ մեր հյուրն է Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանը, բարի լույս։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք հյուրընկալվելու համար մեր տաղավարում եւ իսկապես կարևոր եւ հետաքրքիր թեմայի մասին պիտի խոսենք, բայց նախ մեր հեռուստադիտողներին պատմենք, թե ինչ է Indonesia Fashion Week-ը եւ ինչպես առհասարակ ստացվեց, որ Հայաստանը դարձավ հատուկ հյուր այս միջոցառմանը։ Նախ ես եմ շնորհակալություն հայտնում ինձ հյուր հրավիրելու համար եւ ասեմ, որ իմ համար առաջին անգամ էր ներկայությունը ընդհանրապես նման երկրում Fashion Week-ի Հայաստան ներկայացնելը եւ ստացվեց բնականաբար Հայաստանի դեսպանության շնորհիվ եւ դեսպանության հետ մենք աշխատել ենք արդեն մոտ 1 տարի։ Առաջին այցը պարոն դեսպանի, պարոն Սերոբ Բեջանյանի եւ իր կնոջ եղավ 1 տարի առաջ Հայաստան, երբ իրանք այցելեցին Տերյան մշակութային կենտրոն, որովհետեւ արդեն ունեին նման պայմանավորվածություն, որ պետք է Հայաստանի Fashion Week-ի ներկայացնեն դիզայներների մի խումբ, որոնք որ կներկայացնեն ավանդական հայկական հագուստը, ինչպես նաև ժամանակակից մոտեցումները։ Եվ առաջինը ինչ արեցինք, առաջինը ծանոթացանք եւ մեր պարոն դեսպանի համար պատրաստեցինք մի հագուստ, որովհետեւ Ինդոնեզիան, ինչպես նաեւ որոշ երկրներ, նամանավանդ արևելքում կրում են ազգային հագուստ, այսինքն ավանդույթը պահպանում են մինչ օրս եւ իմ համար որպես ավանդական հագուստ ստեղծողի եւ սիրահարի, այս շատ մի մեծ փորձություն էր ու կարեւոր էր այնպես ներկայանալ, որ քեզ սիրեն եւ դու չլինես իրանց նման, որովհետև հին ազգերը շատ տարբեր հարցերում շատ նման են իրար եւ ես փորձում էի ցույց տալ հնարավորինս այնպիսի հավաքածու, որտեղ ավանդականը կարևոր էր, ճշգրիտ էր եւ դուր կգար նաեւ Ինդոնեզիայի բնակչությանը, ինչպես նաեւ Fashion Week-ի մասնակցող մի քանի տարբեր երկրների։ Ասեմ, որ մենք ունենք նաեւ տաղավար եւ դա նույնպես դեսպանի եւ դեսպանի կնոջ ջանքերով ստեղծված հնարավորություն էր, որտեղ մենք ներկայացնում ենք վարպետների աշխատանքներ, որոնք ստեղծում են ավանդական հուշանվեր, այսինքն մենք ոչ թե ներկայացնում ենք պարզապես տաղավար, որտեղ հագուստ էր, այլ նաեւ ունենք հնարավորություն ներկայացնելու ինչն է մեր համար ավանդական հուշանվերը, ինչն են մեր սիմվոլները եւ ասեմ, որ գտնվում ենք մի երկրում, որտեղ կան ամեն ամիս գրեթե օրեր, երբ իրենք կրում են հատուկ օրինակ իրանց ես հեռախոսով խոսելուց իմ բարեկամներից մեկից հարց լսեցի, իսկ ինչպիսին է երկրի տնտեսությունը ինչպես է ստեղծվում եւ քանի որ դեռ այդ հարցով չէի հետաքրքրված զբաղված էինք Fashion Week-ով, ես ինքս այդ հարցը ինձ տվեցի, իսկ ինչպիսին կարող է լինի։ Ես կարող եմ վստահ նշել, որ այդ երկրում իմ կարծիքով բոլորը կամ նկարիչ են, նկարում են մետաքսի վրա, որտեղ իրանց հիմնական զբաղվածությունը դա տեքստիլ նկարազարդումն է, բացիկի եւ մյուսն էլ երևի հագուստ են կարում։ Մի մասը նկարիչ են, մյուս մասը այդ նկարած տեքստիլից պատրաստում են իրեր ու իմ համար շատ մեծ կարեւորություն էր, որտեղ մի քանի օր հետո լինելու է իմ ցուցահանդեսը, որտեղ ես էլ եմ բացիկի մասնագետ, բայց արդեն իմ կերպ եմ ներկայացնում այդ շնորհը, ոչ ինդոնեզների նման, եւ մենք ունեինք հնարավորություն գնալ բացիկի թանգարան, տեսնել այդ ամեն ինչ ինչպես են անում իրանք, այդ փոքրիկ մարդիկ, որտեղ իրանք շատ փոքրահասակ, ասենց հետաքրքիր ժողովուրդ են։ Ասեմ, որ ես հասկացա, թե ինչքան կարևոր է, երբ որ քո երկրի ներկայացուցիչը կարողանում է այնպիսի հարթակ ստեղծել քո երկիրը ներկայացնելու համար, ինչպիսիք են ոչ միայն պաշտոնական քաղաքական այցերը, այլ նաև այսպիսի նորաձևության ոլորտում ներկայացնել ավանդական հագուստը։ Ինչու ենք մենք պատվավոր հյուր, որովհետև առաջին անգամ էր Հայաստանը նման միջոցառմանը։ Երկրորդը հիմնական ցուցադրվող
դիզայներները, իրանք հենց Ինդոնեզիայի դիզայներներն էին, Մալազիայից էին եւ հարևան, այսինքն ավելի այնպիսի կուլտուրա են ցուցադրում, որ իրանք բնորոշ է, իրանք կրում են, որտեվ Fashion Week-երը ոչ միայն հնարավորություն են դիզայներներին ցույց տալու իրանք հագուստը, այլ նաեւ գտնելու հնարավոր հարթակներ համագործակցելու եւ այլն, իսկ մենք պատվավոր հյուր էինք ոչ միայն, որովհետեւ մենք ավանդական հագուստ կրող ժողովուրդ ենք եւ իրանք հետաքրքիր էինք, այլ որովհետեւ մենք բացարձակ իրանց նման չենք, այսինքն մեր հագուստը եւ մեր կերպը ներկայանալու իրանց նման չի, եւ դա իհարկե մեր դեսպանության ջանքերով էր արված։ Եվ ինչպիսի արձագանքներ եղան, ահա այս մեծ աշխատանքը, որը որ իրականացրել եք, այս ամենը, որը որ կարողացել եք տանել այնտեղ ներկայացնել, հետաքրքիր է նաեւ նրանց կողմից արձագանքն ինչպիսին էր։ Գիտեք, իրականում ես կարծում եմ, որ հիմա հասկանալ արձագանքը ինչպիսին էր շուտ է, որովհետև քաղաքակիրթ երկրագնդում բոլորը իրար ժպտում են, բոլորը իրար գովում են ու դու տենց մի անգամից չես կարող ասես։ Ես հաջորդ հարցը պետք է տայի ինչպիսի համագործակցությունների եզրույթներ եղան, բայց դուք մի անգամից հանցաք հենց այդ կետին։ Այո, որովհետև ինձ թվում է կարծիքը իրական կլինի, եթե մենք կարողանանք շարունակենք եւ հրավիրենք իրենց ներկա լինել մեզ մոտ եւ իրենք շարունակեն մեզ հրավիրել արդեն մեր դիզայներների պալատին հրավիրել որպես ժամանակակից դիզայն ցույց տվող խմբերի ոչ միայն ավանդականի մասին խոսք լինի, կարծում եմ այդ համագործակցությունը կստացվի, որովհետեւ հիմնական ղեկավարը ում հետ առնչվել ենք շատ սիրալիր էր եւ հավանում էր մեր նախաձեռնությունը ներկա լինել Հայաստանը ներկայացնել տարածներով եւ այլն եւ ասեմ, որ այս խիտ օրերին մենք մի ամբողջ օր Աննա Հասմիկյանի շնորհիվ, ով մեր դեսպանիկինն էր, ունեցանք այնտեղ մի ամբողջ օր դեսպանության ներքո կազմակերպել էին բացիկի դասընթաց, երբ տարբեր դեսպանների կանայք, տարբեր երկրների դեսպանների կանայք եկել էին այսպես բարի այցով դեպի մեր դեսպանություն եւ մենք միասին նկարում էինք, խոսում էինք արվեստից, հագուստից, կարևորությունից, կնոջ դերը արվեստում եւ ընդհանրապես կանայք քաղաքականության մեջ ինչպես են կարողանում լինելով դեսպանների կանայք ընկերություն անելով բերում հետաքրքրություն դեպի քո երկիրը եւ ասեմ, որ մոտ 30 տիկիներ ներկա, ինչպես դեսպանների կանայք էին, այնպես էլ նաեւ ակտիվ կանայք էին, ովքեր որ նշանակություն ունեն Ինդոնեզիայում տարբեր ոլորտներում եւ մենք շփվեցինք շատ տարբեր հետաքրքիր մարդկանց հետ, որոնք հետագա այց ունեն սեպտեմբերին նաև Հայաստան։ Այսինքն մի Fashion Week-ի ներկայանալը նշանակում էր հետո հետ բերել քո երկիր, իրանց ցանկությունը լինել ներկայանալ քո երկրում եւ կարծում եմ, որ սա կլինի առաջին այցը, բայց ոչ վերջին եւ այդ կարգի կանայք կգան կբերեն իրենց հետաքրքրությունները, անգամ կար դեսպանի տիկին, որը ասում էր, ես պետք է հոգ տանեմ, որ հաջորդը մեզ Հայաստան նշանակեն, գանք ձեր երկիրը տեսնենք, ես իր սիրունը։ Եվ իհարկե ցուցադրությունից կադրենք հիմա տեսնում ենք պատեկրանին։ Այո, հետաքրքիր է, Հայաստանից ներկայացված էին 3 բրենդներ, որոնք էին այս բրենդները, ինչ սկզբունքով էին ընտրվել դրանք։ Ընտրվել էին իրականում մեր կողմից եւ հիմնականում դա երիտասարդ դիզայներներ էին, որոնք նորաստեղծ են եւ նոր անուններ են լինելու, ուսանողներ, որոնք եղել են մեր արվեստանոցում իրենց դիպլոմային աշխատանքները իրականացնելու ժամանակ եւ արել են մեկ աղջիկը մանկավարժականի նկարչական ֆակուլտետի, այս էլ մեր դեսպանի տիկինն է, Աննա Հասմիկյանը, եւ տեսնեք մենք մեր ավանդական հագուստներով ենք ժամանակակից, ես կրում եմ երիտասարդ աղջիկա պատրաստված հագուստը, որը որ հենց նոր անուն էր Հայկուհի Կարապետյանը, եւ երկրորդ աղջիկը Արցախցի նոր դիզայները, որը որ տեղահանվել է եւ հիմա Հայաստանում է ստեղծագործում եւ ուներ համարձակություն ունենալու արդեն իր առաջին այցը արտասահման մեր հետ։ Իրականում Տերյան մշակութային կենտրոնը եւ մեր ստեղծած բրենդ Տարազարտը կարծես թե դառնում է մի փոքր
նորաձևության տուն ասեմ երևի, որտեղ որ հայկական շեշտադրմամբ ամեն ինչը ինչ որ հայկական շեշտադրմամբ է իրար հետ համագործակցելով կփորձի նվաճել նման բեմեր։ Բեմը շատ մեծ էր ու ահռելի իմ համար առաջին անգամ էր հնարավորություն այսպիսի մեծ բեմում ներկայացնել։ Ես վստահ եմ, որ ինչքան համակրողներ այնպես էլ հիմա կլինեն քննադատներ, այս ինչի են տարազի հետ հակել, այսպիսի բարձր կոշիկներ։ Մենք միշտ ունենում ենք այդ քննադատությունը։ Ես իրականում հենց այդ մասին եմ ուզում հարցնել, որովհետև այստեղ փաստորեն ավանդական է եւ տարազը համադրվել է ժամանակակից հագուստի եւ ժամանակակից լուծումներ են նաեւ եղել, ինչպես է այդ համադրությունն իրականացրել։ Իրական ձեզ մի հատ հետաքրքիր մի բան ասեմ, շատ հաճախ դու բեմի հետևում հարմարվում ես իրականությանը, որովհետև ես հիշում եմ մի քանի տարի առաջ մենք Չինաստանում էինք նման փորձության մեջ եւ հայկական ավանդական հագուստը Չինաստանում էինք ներկայացնում եւ ես պատրաստված էի հատուկ գոտիներ էի տարել տարազները կարճացնելու նպատակով, մտածելով որ չինացի մոդելները չեն կարող լինել շատ բարձրահասակ, բայց եկան շատ բարձրահասակ աղջիկներ ու ես այտենց վստահ որ գնում եմ մի երկիր որտեղ կգան շատ բարձրահասակ աղջիկներ, որտեղ Չինաստանի փորձը կար, եկա տեսա որ եկան փոքրիկ գեղեցկուհիներ, բայց շատ մեծ կոշիկներով։ Ասեմ, որ իմ համար նորություն էր, որ կարելի է նման հագուստ հագնել, նման կոշիկ ունենալ, բայց լավ էր, փորձություն էր, այսինքն անցանք, տեսանք եւս մի ուրիշ հարթակ, այսքան բան։ Եվ իհարկե վերջին տարիներին խոսենք այն մասին, որ հայկական նորաձևությունը այսպես փորձում է համախմբվել Երևան Fashion Week-ի շուրջ, ինչպես կգնահատեք վերջին տարիներին հայկական նորաձևությունը եւ միտումները։ Ես իրականում ասեմ, որ չափազանց բարձր եմ գնահատում հայկական նորաձևության եւ Fashion Week-ի ստեղծողներին եւ իրանք իմ լավագույն գոլեգաներն են։ Մենք ունենք ներքին լուր համագործակցություն եւ ես միշտ պատրաստ եմ լինեմ այն մարդկանց կողքին, ովքեր երկրի համար կարևոր լավ բան են անում, իսկ այսօր մեր նորաձևության պալատը երկրի համար շատ լավ բան անող կառույց է, որը որ փորձում է համախմբել դիզայներներին, իսկ դա նույն այնքան բարձր խնդիր է, ոնց որ համախմբել մնացած մեր ազգային մեր նկարագիրը համախմբել։ Բայց ոլորտը եւս իհարկե առանձնահատուկ է, արվեստի ներկայացուցիչները։ Այո, եւ ասեմ, որ բարի դրացիական ոլորտ է բավականին եւ իմ համար Fashion Week-ը Հայաստան մենք անցյալ տարի նույնպես մասնակցել ենք եւ նախանցյալ առաջին անգամ երբ եղավ Fashion Week-ը Հայաստանում բացումը նույնպես մեր կենտրոնի ստեղծագործական աշխատանքներով եղավ միտում այնպիսին է որ ես ինչքան էլ նորաձևության ոլորտը սիրեմ եւ ինչքան էլ ներքին նորաձև մարդ լինեմ ես միևնույնն է ավանդականով եմ զբաղվելու, որտեղ ամեն մարդ պետքա իր նախասերություններից չհեռանա, անկախ նրանից ինչն է քեզ դրան բերում եւ որտեղ ես դու հաջողակ, ես սիրում եմ ավանդական հագուստը եւ ես միշտ դրանով կզբաղվեմ եւ դա իրականում բարի գալուստ ասելու համար շատ լավ է եւ երբ մեր երկրում են բարի գալուստը տարազներով է գեղեցիկ եւ մենք ենք ուրիշ երկրներում դրանով փաստորեն հետաքրքիր։ Շնորհակալ ենք ձեզ եւ նորանոր հաջողություններ ենք մաղթում հենց այն տեսլականի շուրջ, որը որ քիչ առաջ ներկայացրեցիք, ձեր հետևից տանելով, զարգացնելով եւ ավելի ու ավելի մեծ հարթակներում ներկայացնելով Հայաստանը եւ հայկական նորաձևությունը։ Այո, հուսով ենք, որ նաեւ այս կամուրջները, որոնք ստեղծվել են համագործակցության արդեն միջազգային գործընկերների հետ, նաեւ ի վերջո մի օր նրանց բոլորին կտեսնենք այստեղ Հայաստանում հենց Երևան Fashion Week-ի շրջանակներում։ Շնորհակալություն։ Իսկ մենք կարճատև դադարից հետո կվերադառնանք։